Բարև ձեզ։ Մինչև հունիսի 7-ի խորհրդարանական համապետական ընտրությունները շատ քիչ ժամանակ է մնացել, ընդամենը հաշված շաբաթներ կամ նույնիսկ կարելի ասել հաշված օրեր, եւ ակնհայտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը դարձել է Հայաստանի ներքաղաքական պայքարի առանցքը։ Այսօր դիտարկելու ենք արտաքին քաղաքական մի քանի կարևոր ուղղություններ, որոնք այս կամ այն չափով գտնվում են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում։ Դրանցից առաջինը իհարկե հայ-ադրբեջանական գործընթացն է, այստեղ նորություն ունենք այն, որ օրերս տեղի ունեցել փորձագետների հանդիպում ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում, այլ Լոնդոնում։ Մյուսը հայ-թուրքական գործընթացն է, այստեղ նորությունը երկկողմ ուղիղ առևտրի սահմանափակման վերացումն է։ Մյուսը հայ-ռուսական հարաբերություններ շարունակվում են ռուսական կողմից հնչել կոշտ հայտարարություններ, գնալով կարծես թե ել ավելի են կոշտանում, եւ չորրորդը Հայաստան-Եվրոպա, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ, այստեղ էլ նորությունը վիզաների ազատականացման հարցի շուրջ նոր զեկույցն է։ Այս հարցերի շուրջ ենք զրուցելու առաջիկա 30 րոպեների ընթացքում, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս Քաղաքական վերլուծաբան Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանն է, բարև ձեզ։ Նավասարդյան։ Անմիջապես սկսենք հայ-ադրբեջանական գործընթացից եւ փորձագետների հանդիպում այս անգամ Լոնդոնում։ Ավելի շատ կարծես թե հանրության հայտնի է խաղաղության կամուրջ փորձագետների հետ նախաձեռնությունը, որի հանդիպումները տեղի ունենում կամ Հայաստանում կամ Ադրբեջանում։ Հիմա հաղորդագրությունների մեջ ես նկատեցի, որ խաղաղության կամուրջ այդ վերտարությունը չկար եւ փորձագետների հանդիպում Լոնդոնում։ Սա ինչ է նշանակում։ Դա նույն հարթակն է, թե նոր հարթակ է, ինչ որ Երևի կարևոր է, որ մեր հեռուստադիտողները հասկանան, որ զուգահեռաբար մի քանի հարթակներում է տեղի ունենում երկխոսությունը, իհարկե խաղաղության կամուրջը առանձնանում է այն պատճառով, որ անմիջական աջակցությամբ է երկու կառավարությունների Հայաստանի եւ Ադրբեջանի եւ որևէ երրորդ կողմ մասնակցություն չի ունենում այնտեղ։ Եվ դա է պատճառը, ինչու եւ մանավանդ որ հանդիպումները, ինչպես դուք նշեցիք, տեղի ունենում միայն Հայաստանում եւ Ադրբեջանում, եւ դա արդեն բավարար պատճառ է, ինչու առավել մեծ ուշադրության է արժանանում եւ կարեւորություն է տրվում այդ հարթակին, բայց եւ մինչեւ խաղաղության կամուրջը եւ զուգահեռաբար խաղաղության կամուրջին բազմաթիվ այլ հարթակներ կան, որոնց մասնակցությունը ենթադրում է նաև երրորդ կողմերի ներկայացվածություն եւ այդ հարթակներից մեկը, որտեղ ներգրաված են Բաքվի եւ Երևանի մամուլի ակումբները եւ մեր բրիտանական գործընկեր International Alert կազմակերպությունն է եւ այդ հարթակի շրջանակներում մենք համ մեդիա պրոդուկտ ենք տալիս, այսինքն ունենք համատեղ հայ-ադրբեջանական մեդիա հարթակ, որը կոչվում է Press Club TV Եվ դրան զուգահեռ անցկացվում են նաև փորձագետների հանդիպումներ, որպեսզի մենք հասկանանք ընդհանրապես որոնք են արդիական հարցերը, ինչպիսի ընթացք կա հայ-ադրբեջանական հարաբերություններում եւ դրանում հնարավորինս ավելի իրազեկ դարձնենք եւ հանրությանը եւ նաև փորձագիտական շրջանակներին ինչ է տեղի ունենում եւ իրենք ինչ առաջարկներով կարող են հանդես գալ եւ այդպիսի հանդիպումներից մեկը տեղի ունեցել Լոնդոնում ապրիլի վերջում մեր 3 գործընկեր կազմակերպությունների ջանքերով բավականին հետաքրքիր հանդիպում էր այն առումով, որ մենք տեսնում ենք, որ հետաքրություն կա ադրբեջանական հարաբերությունների նկատմամբ ոչ միայն Եվրամիությունում, ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև Մեծ Բրիտանիայում։ Սա շարունակություն, թե փոխլրացնում, թե ինչ-որ տարբերություններ կան։ Կարող ենք ասել փոխլրացնում է, եթե խոսքը խաղաղության կամուրջի մասին է, որտեվ մի մասը խաղաղության հայ-ադրբեջանական գործընթացի մասին է։ Բնականաբար մենք շատ լավ հասկանում ենք եւ միշտ էլ գիտակցել ենք, որ պաշտոնական մակարդակում չեն կարող լինել անսահմանափակ թվով հարցեր, որոնք ներգրավում են օրակարգում, իսկ հարաբերությունները շատ բազմազան են եւ տարբեր ոլորտներում են տեղի ունենում կամ պետք է տեղի ունենան եւ զարգանան։ Կապված այս հարթակները պաշտոնական բանակցային սեղանի հետ։ Բնականաբար կարևոր քննարկումներից մեկը դա այն է, ինչպես է ընթանում, երկխոսությունը պաշտոնական մակարդակով, վերլուծում ենք, փորձում ենք տեսնել այնտեղ եւ դրական զարգացումներ եւ հնարավոր ռիսկեր, մարտահրավերներ եւ նաեւ կարևորագույն ուղղությունն է հասկանալ, թե ինչպես կարելի է հարստացնել
պաշտոնական հարթակը թեմատիկ առումով, որտեվ հասկանում ենք, որ պաշտոնական հարթակը դա համաձայնագիրն է, դա սահմաններն են, դա հաղորդակցություններն են տրանսպորտային, բայց կան նաև բազմաթիվ այլ հարցեր, որոնք քննարկման կարիք ունեն։ Երբ ասում եք, ինչքանով կարող ենք հարստացնել, ես ճիշտ եմ հասկանում, որ հարստացնելը պիտի վերաբերի վստահության մթնոլորտի, այդ վստահության մթնոլորտը ստեղծելու, կձևավորելու եւ զարգացնելու ինչ-որ կոնկրետ քայլերի, միջոցառումների եւ այլն։ Կարող է վերաբերել մարդասիրական հարցերին, կարող է վերաբերել առևտրի զարգացմանը, կարող է վերաբերել տարբեր ոլորտներում, ինչպիսին է, ասենք, գյուղատնտեսությունը, բնապահպանությունը եւ այլն, քանի որ մենք սահմանակից երկրներ ենք եւ չենք կարող ապրել իրարից մեկուսացված, եթե ուզում ենք զարգանալ եւ նորմալ հարևանություն ունենալ եւ այդ օրակարգերը, հնարավոր ծրագրերը, հնարավոր նախաձեռնությունները քննարկվում են եւ նաեւ առաջարկվում են կառավարություններին, որպեսզի իրենք հետագայում կարող են համապատասխան քայլեր ձեռնարկել։ Այսինքն այն ինչ որ դուք նշեցիք կոնկրետ սահմանամերձ շրջաններում գյուղատնտեսական կամ բնապահպանական համատեղ ծրագրեր նախագծեր, այդպիսի քննարկում եղել է, առաջիկայում այդպիսի բան հնարավոր է ակնկալել։ Դե Լոնդոնում չի եղել, Լոնդոնում ավելի շատ, քանի որ հետաքրությունը կար եւ բրիտանական դիվանագետների եւ փորձագիտական հանրության, հիմնականում քաղաքական գործընթացներ մեր այնտեղի լսարանին հետաքրում, բայց Լոնդոնից հետո արդեն մենք մեկ այլ նախաձեռնության շրջանակներում հանդիպել ենք Թբիլիսիում եւ օրերս են վերադարձել բավականին մեծ ձևաչափով հանդիպում էր 30-ից ավելի մասնակիցներ, այդ թվում նաեւ Վրաստանից, որտեղ մենք քննարկում ենք արդեն կոնկրետ 3 ուղղություններով համագործակցության հնարավորություններ, դա մարդասիրական ուղղություն է, որի մեջ մտնում է մասնավորապես անհետ կորած մարդկանց գտնելը, գիտեք, որ ցուցակ ունի Հայաստանը, ցուցակ ունի Ադրբեջանը եւ այդ ուղղությամբ նաեւ միջկառավարական մակարդակով է տեղի ունենում գործընթաց։ Խոսում ենք սահմանամերձ գոտու բնակավայրերի միջև համագործակցության հնարավորությունները եւ առևտրի եւ գյուղատնտեսության առումով եւ առանձին բաժին ենք հատկացրել բնապահպանական խնդիրներին, ջրօգտագործման եւ բազմաթիվ այլ, որտեղ մենք գիտենք, որ բնությունը սահմաններ չի ճանաչում եւ եթե մենք իրար կողք ենք ապրում, պիտի նաեւ համատեղ փորձենք գտնել տարբեր բնակլիմայական մարտահրավերների լուծումները։ Իսկ ձեր փորձը ինչ է ցույց տալիս, արդեն կա, երբ որ փորձում եք հարստացնել պաշտոնական պետական այդ գործընթացները ձեր առաջարկներով, դրանք գնում եւ տեղ են գտնում այդ պաշտոնական բանակցությունների սեղանին։ Մասամբ կարող ենք ասել, քանի որ դեռ անցած տարվա հոկտեմբերին, երբ առաջին անգամ հանդիպում ենք արդեն խաղաղության կամուրջ այդ ձևաչափով 5-5-ի դիմաց, սկզբից այդպիսի բավականին սահմանափակ թվող մասնակցություն կար, մենք քննարկում ենք առևտրային հարաբերությունների եւ համագործակցության հնարավորությունները եւ դրանից կարճ ժամանակ անց մենք տեսանք, որ տեղի ունեցան համապատասխան զարգացումներ եւ տրանզիտը թույլատրեց Ադրբեջանը իր տարածքով տարբեր բեռների։ Ես չեմ ուզում ասել, որ դա միայն մեր հանդիպման շնորհիվ էր, առաջինը տեղի ունեցավ Երևանում, բայց նաեւ ինչ որտեղ առանձնահատկությունները այդ խնդիրների լուծման փորձագիտական մակարդակով քննարկելով մենք նաև ավելի պարզ եւ հասկանալի ենք դարձնում ինչպես կարելի է իրագործել համապատասխան նախաձեռնությունը։ Մինչ ես պատրաստում եի հարցնել, թե ինչու հենց Լոնդոնում դուք շտապեցիք ասել, որ եւս մեկ հանդիպում տեղի ունեցել Թբիլիսիում։ Հիմա վերաձևակերպելով այդ հարցը, այդ երրորդ կողմերը, որի տարածքում կայանում են այդ հանդիպումները, նրանք որպես ինչ են հանդես գալիս, պարզապես կազմակերպիչ, պարզապես հարթակ տրամադրող, թե նաև մասնակից գործընթացների։ Հիմնականում կազմակերպիչ եւ հարթակ տրամադրող, նաեւ ֆինանսական աջակցություն ցուցաբերող, բնականաբար եթե չկա կառավարության աջակցություն այս կամ այն նախաձեռնության, իսկ կառավարության աջակցությունը կա հենց խաղաղության կամուրջին, այլ հարթակների համար նման աջակցություն չկա, բնականաբար այստեղ երրորդ կողմերը իրենց դերակատարությունը ունենում են եւ առաջին հերթին դա առավել ակտիվ մասնակից է այդ կարգի ֆինանսավորման նախաձեռնությունների Եվրամիությունն է եւ նաեւ Լոնդոնյան հանդիպումը Եվրամիության աջակցությամբ է տեղի ունեցել,
բայց կրկնում եմ առաջին հերթին հետաքրում է թե ինչ են մտածում հայ եւ ադրբեջանցի փորձագետները, ինչպիսի զարգացումներ կան երկկողմանի ձևաչափով։ Դա բոլորին է հետաքրում, քանի որ գոնե վերջի, այսպես ասենք, մոտ 1 տարվա ընթացքում ակնհայտ է, որ օրակարգը ձևավորվում է հենց Բաքվի եւ Երևանի միջև երկխոսության միջոցով։ Անգամ առաջարկներ երրորդ կողմերից վերջերս շատ քիչ են լինում, որտեղ իրենք տեսնում են, որ իրենց առաջարկները ինչ որտեղ հետ են մնում երկկողմանի նախաձեռնողականությունից, դա գիտակցվում է եւ կա հետաքրություն ինչ կա այդ երկկողմանի ձևաչափով եւ ինչ նոր բան կարելի է ակնկալել։ Իսկ դուք ինչ տպավորություն ունեք, հնարավորություն ունի քաղաքացիական տրեկը որոշակի հաջողություններ գրանցել, եթե Ադրբեջանում կարծես թե շարունակվում է հայատյացության այդ քաղաքականություն։ Ճիշտ է, արտաքին հարթակներում ադրբեջանցիները անդադ խոսում են խաղաղության մասին, այսօր էլ Հաջիևը նորից մեկ անգամ խոսել է խաղաղություն Հայաստանի հետ մենք տրամադրված ենք, բայց ներսում կարծես թե այդ քաղաքականությունը մնում է եւ շարունակվում է։ Արդյոք միայն մենք չենք, որ խաղաղություն ենք սպասարկում եւ խաղաղության մասին ենք խոսում։ Դե եկեք հասկանանք մի բան, կարծում եմ մեր լսարանում հասկանում են այդ առանձնահատկությունը, որ եւ Հայաստանում եւ Ադրբեջանում կան տարբեր կարծիքներ կապված խաղաղության եւ հարաբերությունների նորմալացման գործընթացի նկատմամբ վերաբերմունքի։ Եվ եթե Հայաստանում դա դրսևորում է, այսինքն տարբեր քաղաքական ուժերի կողմից իրենց առաջնահերթությունների ներկայացմամբ, մենք դա տեսնում ենք նաև նախընտրական փուլում, Ադրբեջանում, քանի որ քաղաքական բազմազանության մասին դժվար է խոսել, այդտեղ այդ բոլոր տրամադրությունները ներկայացվում են պաշտոնական մակարդակով, այսինքն երկրի ղեկավարությունը պետք է փորձի բավարարել հասարակության տարբեր շերտերի վերաբերմունքը եւ բոլոր վերաբերմունքների նկատմամբ ունենալ ինչ որ արձագանք։ Եվ մենք տեսնում ենք, որ բավականին փոփոխական են տրամադրությունները անգամ Ադրբեջանի ղեկավարության մոտ, մեկ միայն բարի խոսքերով են բնութագրում, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, մեկ էլ ներկայացնում են դժգոհություններ կամ լրացուցիչ ակնկալիքներ, Երևանից, դա բնական process է եւ մեր նպատակը ճիշտ ասած, բացի դրանից, որ մենք շատ կոնկրետ խնդիրներ եւ ծրագրեր ենք փորձում քննարկել եւ մշակել, նաեւ փոխել տրամադրությունները։ Այսինքն այդ երկխոսության միջոցով եւ ցույց տալով, որ մենք կարող ենք որպես նորմալ մարդիկ տարբեր թեմաներից խոսալ, դա նաև ներկայացնել հանրությանը եւ Հայաստանում եւ Ադրբեջանում եւ մեծացնել, ընդլայնել հասարակությունների այն սեգմենտը, որը հասկանում է, որ հարաբերությունների նորմալացմանը այլընտրանք չկա։ Եվ ես կարծում եմ, որ վերջի ժամանակներում այդ փոփոխությունը, անվանենք այդ քանակական, իօգուտ այն սեգմենտի է, որը կողմնակից է հարաբերությունների նորմալացման եւ խաղաղության օրակարգի։ Հարաբերությունների նորմալացման խնդիր ունենք նաև հարևան Թուրքիայի հետ, այստեղ էլ նորությունն այն է, որ նախորդին պաշտոնապես արդեն հաղորդագրություն եղավ այն մասին, որ վերացվում է ուղիղ երկկողմ առևտրի սահմանափակումը։ Սա ինչպես է գնահատում, փոքր դադարից հետո շարունակենք, կվերադառնանք վայրկյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ քաղաքական վերլուծաբան Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանի հետ, մենք հայ-ադրբեջանական գործընթացի եւ փորձագիտական հանդիպումների մասին հատվածը ավարտեցինք, անցանք հայ-թուրքական հարաբերություններին, այստեղ էլ նախորդին պաշտոնապես արդեն հաղորդագրություն եղավ այն մասին, որ վերացվում է երկկողմ ուղիղ առևտրի սահմանափակումը։ Սրա հետ կապված ինչ դիտարկումներ կան։ Կարելի է անվանել այդ քայլը զուտ խորհրդանշական, որը փոքր, բայց ինչ որ շարժ է դեպի հարաբերությունների լիարժեք նորմալացում, սահմանների բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, հաղորդակցությունների ապաշրջապակում, բայց որքան էլ այն խորհրդանշական էր, ինձ թվում է դրական ազդեցություն կունենա գոնե բիզնեսի այն շրջանակների համար, որոնք ներգրաված են հայ-թուրքական առևտրում, եւ եթե առաջ անպայման պետք է համապատասխան ապրանքները ձևակերպեին որպես երրորդ երկրին առաքվող եւ հետո նոր ձևավորվեն այդ երրորդ երկրից դեպի Թուրքիա կամ դեպի Հայաստան, ուրեմն
արակում։ Դա հստացնում է թղթավարությունը, ասենք, ավելի հեշտ է դառնում եւ չեն կորցնում ժամանակ եւ դա ինչ որտեղ նաեւ քայլ է դեպի անմիջական սահմանների բացման գործընթաց, որ Շարթենբերգները ոչ միայն չեն ձևակերպվելու երրորդ երկրում, այլ նաև չեն անցնելու երրորդ երկրի տարածքով, այսինքն ամեն դեպքում փոքր մասամբ խորհրդանշական, բայց կարևոր քայլ է դեպի հարաբերությունների կարող է մեծանալ դրա նշանակությունը։ Ենթադրենք հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի եւ Ռուսաստանի կողմից այդ կոշտ հայտարարությունների համատեքստում եւ ոչ միայն հայտարարությունների արդեն նշվարվող նաեւ տնտեսական խոչընդոտների համատեքստում կարող է Թուրքիայի շուկան բացվել։ Միանշանակ ես կարծում եմ դրա մասին պետք է մտածել եւ ոչ միայն Թուրքիայի շուկան բացելը Հայաստանի նկատմամբ, այլ նաեւ Թուրքիայի միջոցով ինչ որ մեզ համար անհրաժեշտ ապրանքներ ստանալը, որտեվ Ռուսաստանը ոչ միայն փակում է իր շուկայի որոշ սեգմենտները հայկական ապրանքի համար, այլ նաեւ կարող է սահմանափակել Ռուսաստանից ներկրվող արտադրանքի դեպի Հայաստան եւ այստեղ Հայաստանը պետք է հնարավորինս բազմազանացնի հնարավորությունները փոխհատուցելու նպատակով եւ այստեղ եւ կենտրոնական Ասիայի երկրները մեզ համար կարեւոր կարող են լինել, մանավանդ որ ունեն համարյա ամեն ինչ կարող է մեզ առաջարկել Ռուսաստանը եւ Ադրբեջանը եւ Թուրքիան եւ Իրանը, եթե կայունանա վիճակը այդ երկրում, մի խոսքով այդ բոլոր ուղղություններով Հայաստանը պետք է աշխատի եւ բնականաբար Թուրքիան որպես անմիջական հարևան եւ իր տարածքով երկրորդ ամենամեծ սահմանը ունեցող երկիր Հայաստանի հետ բավականին հետաքրքիր գործընկեր։ Իսկ հայ-թուրքական հարաբերություններում այս նորության ապրանքների ուղիղ առևտրի սահմանափակման վերացման եւ հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված վիճակի մեջ ուղիղ կապ տեսնում եք, թե պարզապես զուգադիպություն է։ Ես կարծում եմ ուղիղ կապ կա բնականաբար, որքանով Հայաստանը փորձում է ինքնուրույն լուծել իր բոլոր հարցերը հարևանների հետ, այդքանով Ռուսաստանի ազդեցությունը եւ դերակատարությունը մեր տարածաշրջանում նվազում է։ Այնպես որ կապը օբյեկտիվ է, այն կա եւ այն շատ կարեւոր ուղղություն է մեր արտաքին քաղաքականության, քանի որ ամրապնդում է ամեն դեպքում Հայաստանի ինքնիշխանությունը, որքանով դու կախված չես մեկ գործընկերոջից, այդքանով դու քո որոշումների մեջ, քո ընտրությունների մեջ ավելի ազատ ես, դա չի նշանակում, որ այստեղ չկան ռիսկեր, բնականաբար կան բազմաթիվ ռիսկեր։ Էժանապրանքի էքսպանսիա, Նաև դա բայց հենց դրա համար է երկրի տնտեսական քաղաքականությունը, որպեսզի այդ ռիսկերը նվազեցնի եւ հիմնականում դրականի վրա կենտրոնանա զարգացումը։ Իսկ սահմանը ինչու չի բացվում, եթե տեխնիկապես ամեն ինչ կարծես թե պատրաստ է, մարգարայի, տանցակետ, բան։ Ես այստեղ երկու հիմնական պատճառ եմ տեսնում, կան նաև միգուցե երրորդ տիպի պատճառներ, բայց երկու ամենահիմնականը հետևյալն են։ Առաջինը, որ Ադրբեջանից պետք է ինչ-որ կանաչ լույս լինի, որպեսզի Թուրքիան գնա այդ քայլի, բայց իմ գնահատմամբ դրա մասին քիչ է խոսվում, բայց ամեն դեպքում այդ գործոնը նույնպես պետք է հաշվի առնենք։ Թուրքիան շահագրգռված է ամեն դեպքում, որ եթե աշխատի տրիպը, Մեղրիով ճանապարհը, հետո մտնի Նախճիվանի տարածք, որ այդտեղից անմիջապես հաղորդակցական է տրանսպորտային հաղորդակցությունը լինի արդեն Թուրքիայի մեջով, այլ ոչ թե Հայաստանի, ասենք Գյումրի, Կարսի մեջով, դա Թուրքիայի շահագրգռվածությունն է եւ որպեսզի առավելություն տա իր ուղիներին, բնականաբար պետք է հնարավորինս դժվարացնի նաեւ սահմանի բացման հարցը Հայաստանի հետ, դա կարող է ժամանակավոր գործոն լինել եւ այդ ժամանակի ընթացքում փորձելու է իրացնել իր առավելությունները եւ դա բացատրում է սահմանի բացման հետաձգումը, բայց ոչ վերջնական որոշումը սահմանների բացման վերաբերյալ, որտեղ կարծում եմ դա եթե ամեն ինչ գնա առանց լուրջ խոչընդոտների, դա մոտակա ժամանակներում լուծվելու է։ Իսկ այս պայմանական ասեմ փոքր քայլերի մարտավարությունը հաջողություն կունենա առանց մեծ Իհարկե ոչ, կա երկու հանգամանք եւ ես դրա մասին միշտ ասում եմ, որոնք
միայն կարող են երաշխավորել, որ հետագայում ամեն ինչ հարթ ու հետևողական գնա, դա առաջինը սահմանների բացումն է երկրների միջև, երկրորդը դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Եթե դա չլինի, փոքր քայլերը չեն կարող լինել արդյունավետ եւ հարատև արդյունք տալ։ Իսկ որ ասում եք, եթե դա չլինի, դա նշանակում է, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացը չի հասել անդառնալիության կետին եւ ցանկացած պահի կարող է սառեցվել կապված տարածաշրջանային զարգացումներից։ Մի մասամբ փիլիսոփայական միտք հայտնեմ, այն աշխարհում, որում մենք ապրում ենք, անդառնալի ոչ մի բան չկա։ Անդառնալի ոչ մի բան չկա։ Լավ, հիմա կանք արդեն Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ընդհանուր առմամբ ինչ է կատարվում եւ ինչու է անընդհատ եւ շարունակաբար կոշտանում Ռուսաստանից հնչող թե փորձագիտական շրջանակներից, թե պաշտոնական, քաղաքական շրջանակներից հնչող հայտարարությունները։ Մասամբ արդեն այս զրույցում մենք անդրադարձել ենք այդ խնդրին, Ռուսաստանը բնականաբար չի կարող չզգալ, որ այն գործընթացները, որ տեղի ունենում, նվազեցնում են Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանի վրա, դա չի կարող բացասական արձագանք չունենալ, եւ Ռուսաստանը փորձում է օգտագործել եւ արտաքին եւ ներքին քաղաքական իրադրությունները, համատեքստը, որպիսի որոշակի ճնշում գործադրի Հայաստանի նկատմամբ, այդ ճնշումը տարբեր բնույթի է լինում եւ ռետորաբանության մակարդակով եւ այդ առևտրային հարաբերությունների սահմանափակումներ եւ հաշվի առնելով, որ Հայաստանում ընտրական գործընթաց է, փորձում է ամբողջ քաղաքական դաշտի վրա Հայաստանի այդ ազդեցությունը գործադրել, որպիսի բոլոր քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են այդ ընտրություններում եւ այստեղ ես անգամ տարբերակում, անկախ նրանից ում է հասցեագրված այս կամ այն սպառնալիքը Ռուսաստանից, ազդակը բոլորի համար է։ Ուղերձը բոլորի համար է։ Դուք հասկացեք, որ առանց Ռուսաստանի դուք ունենաք դժվարություններ եւ մտածեք մի քանի անգամ մինչեւ այս կամ այն քայլեր մշակեք։ Եվ ակնկալում են երևի նաեւ, որպիսի Հայաստանից համապատասխան ինչ որ արձագանք լինի, որ գիտեք, մենք գիտակցում ենք եւ ամեն ինչ լավ կլինի եւ այդպիսի արձագանքներ բավականին շատ են ինձ թվում է տարբեր գործող անձանցից։ Զուգյանովի հայտարարությունը ինձ ավելի շատ հետաքրքիր ոչ թե ձեր վերաբերմունք այդ հայտարարությանը, այլ այն թե արդյոք այդ հայտարարությունը Կրեմլի տրամադրությունն է։ Եթե կոնկրետ բովանդակության անդրադառնանք, որ Հայաստանի վարչապետին արգել էր մուտքը Ռուսաստան, ապա պարզ է, որ Կրեմլը նման մտադրություններ չի կարող ունենալ, բայց այդպես ֆոն ստեղծել ընդհանուր, հա, որ այնտեղ դժգոհ են եւ դժգոհ են տարբեր քաղաքական գործիչներ, այդ թվում նաև պայմանական անդիմությունը ներկայացնող կոմունիստական կուսակցության ղեկավարի, դա այսպես լրացուցիչ հոգեբանական ազդեցություն է ունենում։ Այն բոլոր ուղերձները, որ մենք լսում ենք Ռուսաստանից, լինի դա լրագրող Սալավյովը, թե լինի դա որևէ փորձագետ, թե լինի քաղաքական գործիչ, դրանք կրկնում եմ հոգեբանական ազդեցություն է Հայաստանի հասարակության վրա, բայց իհարկե լուրջ քաղաքական մակարդակով շատ ավելի կոնկրետ հարցեր են հնչեցում եւ այդ առումով ես խորհուրդ կտայի ամեն դեպքում մենք վերընթերցեինք փոխվարչապետ Օվերչուկի հարցազրույցը 10-ին, որտեղ շատ կոնկրետ ռիսկերի հետ կապված դրույթներ են ներկայացված եւ նրանք ինչ որտեղ սպառնալիքի լեզվով են, բայց եթե մենք այդ լեզուն թարգմանենք պարզապես գործնական ռիսկերի վերլուծման եւ պատասխան գտնելու, հա, ձևաչափին դա բավականին օգտակար է, նույնը եթե չեմ սխալվում դա 3 էր ԱԳՆ ներկայացուցիչ Ռուսաստանի Կալուգինի ուղերձներն էին, այդ դրան պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնեն, որտեղ նրանք պրակտիկ հողի հետ են կապված, այլ ոչ թե հոգեբանական գրողներ։ Հայաստանից պատասխան արձագանք հնչեց, որ մենք Ռուսաստանին վնասելու մտադրություն չունենք, մենք շարունակում ենք ԵԱՏՄ անդամ լինել, այդուամենայնիվ ԵԱՏՄ-ի մեջ տեղը վտանգված է արդեն։
Ես չեմ կարծում, քանի որ դրա մասին բազմիցս խոսվել է, որ չկա այդպիսի մեխանիզմ, որ եթե երկիրը չի ուզում դուրս գալ ԵԱՏՄ-ից նրան այնտեղից անեն, բայց հաշվի առնելով, որ ԵԱՏՄ-ի նման կառույցները չեն հենվում իրավական նորմերի վրա, ամեն ինչ հնարավոր է, պետք է ամեն դեպքում լուրջ վերաբերել այդ սպառնալիքներին եւ հասկանալ մեր պատասխանը, որը կարող է լինել։ Այդուամենայնիվ կարող է լինել քաղաքական խզում եւ տնտեսական ծերտ համագործակցություն միաժամանակ։ Դե սկզբունքորեն մենք դա տեսնում ենք վերջի տարիների ընթացքում անգամ իհարկե կարող է լինել, տեսեք ինչ է տեղի ունենում, ասենք Թրամփի այցելության ժամանակ Չինաստան։ Հա, ակնհայտորեն բազմաթիվ քաղաքական հակասություններ ունեն այդ երկու երկրները, բայց գիտակցում են, որ առևտրային հարաբերությունները կարևոր են երկուսի համար էլ։ Բնականաբար դժվար է զուգահեռ անցկացնել Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների վրա, բայց սկզբունքը մոտավորապես նույնն է։ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների եւ այս վերջին ավելի կոշտացող հայտարարությունների համար Զելենսկու այցը առիթ էր։ Նրա շեշտադրումները Դե կան երևույթներ կամ իրադարձություններ, որոնք չեն կարող արգելվել, որոնք չեն կարող բացառվել, անկախ նրանից դու ոնց ես վերաբերում։ Ցանկանում ես որ դա տեղի ունենա, թե չէ։ Եթե Հայաստանը հրավիրում էր եվրոպական քաղաքական համայնքի միջոցառում Հայաստանում գագաթնաժողով, դա նշանակում է, որ հրավիրվում են այդ համայնքի բոլոր անդամ երկրների ղեկավարները եւ ոչ լրացուցիչ հրավեր պետք է լիներ Զելենսկուն, ոչ էլ պիտի ասեին մի արի։ Այսինքն այդպիսի ուղղակի հնարավորություն չկա։ Այսինքն ամեն մեկը իր համար է որոշում գալու է, չի գալու, գալու դեպքում ելույթ է ունենալու, թե չի ունենալու, դա ընդունող երկրի ուժերից վեր է որևէ բան այստեղ փոխել, բայց եթե իմ անձնական կարծիքն եք ուզում հարցնեք, ես շատ եմ կարևորում հայ-ուկրաինական հարաբերությունները եւ Զելենսկու այցը կարևորում եմ նաեւ այդ համատեքստում։ Լավ, հիմա Հայաստան, Եվրոպա, Հայաստան, Եվրամիություն, այստեղ էլ նորություն ունենք վիզաների ազատականացման հարցում զեկույցը, սա իրական առաջընթաց է։ Միանշանակ դա առաջընթաց է եւ երևի այն բավականին լայն օրակարգում, որ մենք ունենք Եվրամիության հետ, ամենամեծ առաջընթացը հենց վիզաների ազատականացման հարցում է, թեև դա իհարկե ամենակարևոր հարցը չէ։ Ամենակարևոր հարցը ըստ իս Եվրամիության հետ հարաբերություններում դա առաջինը, որպեսզի Եվրամիությունը գտնի ճանապարհներ եւ հնարավորություններ ապահովել տրանսպորտային ապաշրջապակումը մեր տարածաշրջանում, առայժմ այստեղ բազմաթիվ հակասություններ կան, այդ թվում նաև Ադրբեջանի եւ Եվրամիության միջև։ Երկրորդը դա Հայաստանին աջակցելն է էներգետիկա վտանգության ոլորտում, որտեղ դա է ի վերջո կանխորոշում ինչպես կկարողանա զարգանալ Հայաստանը։ Եվ երրորդը իհարկե բարեփոխումները, ինստիտուցիոնալ բարեփոխումները Հայաստանում, որտեղ եւս Եվրամիության մոդելը երևի լավագույնն է, որ մենք կարող ենք գտնել եւ այստեղ եւ սովորելու եւ աջակցություն ստանալու։ Ձեր թվարկածի համատեքստում Եվրամիությունը ինչ պահանջներ է տնում Հայաստանի առաջ։ Դե այդ բոլոր պահանջները ներկայացված են ՍԵՊԱ կոչվող համաձայնագրով եւ նոր օրակարգով, որը համաձայնեցվել է Եվրամիության եւ Հայաստանի միջև 2025-ի դեկտեմբերին, այսինքն բավականին լայն դաշտ է։ Այն վերաբերում է, ես կարելի է ասել, որ այդ պայմանագրերը Եվրամիության հետ նրանք կարելի է համարել Հայաստանի ռազմավարական զարգացման ծրագիր։ Այսինքն բոլոր ոլորտները ներգրաված են եւ եթե Հայաստանը կարողանա արդյունավետ իրականացնել այդ ամեն ինչը Եվրամիության աջակցությամբ, ապա մենք իրոք կգարանք բավականին մոդեռնիզացված ժամանակակից երկիր, իսկ վիզաների ազատականացումը իհարկե չի կարող մրցել կարևորությամբ այդ երեք ուղղությունների հետ, սակայն բնականաբար դա օգնում է եւ առևտրի զարգացման համար եւ տարբեր մասնագիտական կապերի ամրապնդման համար եւ այո, բավականին պես դրական երևույթ է եւ ես չեմ բացառում, որ այս ուղղությամբ մենք արդեն մոտակա ժամանակ լավ նորություններ կունենանք։ Միգուցե բացեք մի փոքր փաթաթը։ Ես կարծում եմ, որ լինելու են որոշակի հայտարարություններ
առ այն, որ ժամկետները կարող են շատ ավելի կարճ լինել, քան նախատեսում էր սկզբից, մենք հիշում ենք, խոսում էր 3-4 տարի առնվազն։ Ինչի ժամկետները։ Ժամկետները վիզաների ազատականացման Շենգենյան գոտու համար եւ ես կարծում եմ, որ այստեղ շատ կարևոր է, քանի որ որոշումը կայացվելու Եվրամիության անդամ բոլոր երկրների կողմից, այսինքն անգամ եթե մեկ երկիր դեմ լինի, դա չի իրականանալու եւ ես կարծում եմ, որ առաջընթաց կլինի այն առումով, որ երկրները, որոնք առայժմ վերապահումներ ունեն, կամաց-կամաց սկսելու են փոխել իրենց կարծիքները։ Լավ նոտայի վրա ավարտենք այդ ժամկետների փոփոխության կանխատեսման մասով։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, այսօր մենք դիտարկեցինք Հայաստանի արտաքին քաղաքական մի քանի կարևոր ուղղություն, այդ թվում եւ հայ-ադրբեջանական, հայ-թուրքական, Հայաստան-Եվրամիություն եւ հայ-ռուսական, որոնք այս կամ այն չափով գտնվում են Հայաստանի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում։ Ընտրությունները շատ հեռու չեն, ընդամենը մնացել է մի քանի շաբաթ կամ օր, եւ ակնհայտ է, որ այս ընտրությունները լինելու են ոչ միայն եւ ոչ այնքան ներքին կյանքի կազմակերպման մասին, այլև Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության։ Սա ազատություններ Free News-ի եթերում ես զրուցում եի քաղաքական վերլուծաբան Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանի հետ։ Շնորհակալություն, որ հետևում եք, լավ մնացեք, կհանդիպենք։